ում որ պետք էր կալանավորել, ինքը կալանավորեց, բարբերաբար բաց թողեց։ Հենց որ ոչ մի ինչ-որ բան չեմ ակնկալում եւ չգիտեմ ես Սամվել Կարապետյանին ինչ հիմնավորումով են փակել։ Ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, եկեղեցուն պիտի հանգիստ թողի։ Հիմա թե հոգեվորականները ինչ են արել, իրանք էլ իրանց տիրոջ արած պատասխան կտան, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Չեմ կարող ասել, չունեմ կարծիք։ Դե բնականաբար քաղաքական ենթատեքստ տեսնում եմ, ես ինքս քաղաքագետ չեմ նախապես ասեմ, տրամաբանելով, վերլուծելով տարբեր իրավիճակներ, հասկանում եմ, որ սա կոնկրետ պայքար է ուղղված, որ ամեն կերպ փորձում են լճացնեն այն ուժերին, որ ինչ-որ փորձում են ձայն բարձրացնել, փորձում են ոչ թե հեղափոխության կոչեր են անում, այլ որ չի կարելի եկեղեցու դեմ այսպես դուրս գալ այս ձևերով եւ այլն, չի կարելի եկեղեցականին անվանել պոռնկաբարո եւ այդ արտահայտությունները օգտագործել, որովհետեւ ի վերջո դա հարիր չէ մեր երկրի ղեկը ստանձնած մարդու։ Սա կարելի է կապել Նիկոլ Փաշինյանի ժամանակին արված այն հայտարարության հետ, որ Պապ Թագավորը այլևս չի մեռնելու Հայաստանում, եւ սա կարելի է դիտարկել որպես այն, որ ինքը Պապ Թագավորի տեղն է իրեն դրել եւ փորձում է եկեղեցու դեմ դուրս գալ։ Սա կարելի է այդ տեսանկյունից դիտարկել, կոնկրետ եկեղեցու դեմ արշավը կոնկրետ էլի, որովհետեւ սա աբսուրդ է, որ ընդհանուր խորանում ես։ Կարող է օրինակ ինչ-որ բաներում համաձայն չլինել, մարդ ենք բոլորս եկեղեցականների, բայց կոնկրետ այս ձևաչափով ինքը ինչ է ուզում։ Դա բնականաբար հասկանում ենք, որ շատ վատ կողմերում է։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը երբ եղավ 10 րոպեի ընթացքում նրան կալանավորելու որոշում կայացվեց։ Իրավական դաշտում այդպիսի բան չի լինում։ Առանց քննելու, առանց պարզելու միանգամից որոշում կայացրին։ Այսինքն դա այն գլխից որոշվել էր, որ պետք է իրեն բանտարկեն։ Ինչու, որովհետև Նիկոլը գիտի Սամվել Կարապետյանի կալիբրը, գիտի Սամվել Կարապետյանի թափը եւ նրա մեջ վտանգ էր տեսնում իր հանդեպ, իր իշխանության հանդեպ։ Հետևաբար կալանավորեց, բայց միևնույն է, ինքը չի հաջողվելու, որովհետև Սամվել Կարապետյանի թիկունքին հսկայական ուժեր կան, adekvat ուժեր։ Արդարացի չեմ համարում, որովհետև երկու կողմից դա խաղ է։ Սամվել Կարապետյանը մի քիչ շատ լուրջ վերաբերվեց այս երկրին, չի կարելի լուրջ վերաբերվել, Նիկոլը խառնվավ իրար։ Мирный митинг – это самое лучшее средство покорности. Революцию так не делают. Իսկ Նիկոլի կողմից շատ խառնում են իրար, վայ, չէ պետք չէ։ Մենք ունենք Հայաստան, որի շուրջը, որի համար երկուսն են կարան շատ արդյունավետ աշխատեն։ Չեն հասկանում, որ process-ը Հայաստանն է։ Չէ, բացարձակ արդարացված չի։ Սամվել Կարապետյանի կալանավորումը դա միայն իշխանության վախերն է։ Այն մարդը ոչ մի վատ բան իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանի համար չի արել։ Մենակ լավն է արել։ Բոլորս կարա տեղյակ ենք իր թե արած բարեգործություններից եւ թե ամեն ինչից։ Իսկ վախերը մարդը, եթե ցիտենք իր բառերը, ընդհանրապես ասելա որ կանգնած եմ եկեղեցու կողքին ու իմ ժողովրդի կողքին։ Յուրաքանչյուրս ենք կանգնած եկեղեցու կողքին, լրիվ միանում եմ այդ մարդու ասածներին։ Կալանավորումը երկու ամիս մեր դատական համակարգը շատ լավ գիտեք։ Վերը նշված, վերը նստած անձնավորությունները ոնց ասեն, տենց առնելու, դրա համար էլ այդ մարդուն կալանավորել եմ։ Համարում եմ անօրինական, ու ոչ միայն ես չեմ համարում, ցավոք ես իրավաբան չեմ, բայց ինձ թվում է բոլորի կարծիքն էլ դա, որ այդ մարդուն անօրինական կալանավորել։ Կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի նման անձանց, որոնք այդքան բան ունեն արած հայրենիքի համար, հա, ինչի համար ձեռք տալ։ Եթե մարդը ասում է, որ ինքը եկեղեցու կողմնակից է, եթե ինքը հայ հավատացյալ է, եթե ինքը սատարում է հայ եկեղեցուն, հայ մշակույթին, ընդհանրապես, այդքան բարեգործություններ արել, այդ մարդուն կալանավորում են, որ ինչ անեն, ինչի համար, մի հատ վնյատնի պատասխան ունեն իրանք, չունեն։ Արդեն պարզ է, որ սա քաղաքական ինչ-որ իմաստներ կրող իրանց համար ինչ-որ բան է։